Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեզ հետ եք եւ շատ ուրախ եմ, որ հետեւում եք մեր հաղորդումները։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մի քիչ յուրահատուկ օր է, ինչու, որովհետեւ մեր տաղավարում հյուրընկալվում է 2015 թվականի համահայկական խորովածի համահայկական փառատոնի բացարձակ հաղթող Գարեջրի ակադեմիայի հիմնադիր եւ մեր լավ բարեկամ Արմեն Ղազարյանը։ Ողջույն Արմեն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես եղբայր։ Յանալի շատ լավ։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Եվ այս ուտեստը նույնպես հեղինակային է։ Միսը, որ ընտրել ենք, տավարի չալաղաջ է, բայց տավարի եկեք չասենք, եկեք ասենք ցլի։ Ցլի։ Այո, քանի որ այս դեպքում կարելի է գենդերային անհավասարություն անել կենտրոնների մասով, ցլինը միանշանակ ավելի ճիշտ է այս դեպքում, թե խորովածի, թե ստեյքերի առումով, քան տավարի միսը, բարձ պատճառներ կան դրա համար, մասնագիտական ինչու է այդպես ստացվել։ Մենք ընտրել ենք ցլի չալաղաջ, բավականին խոշոր ցլի մասին է խոսքը, որի մեջ կա նաև տեսնում եք յուղային շերտեր, որը շատ համեղ ու շատ նուրբ տեսք է տալու մեր արդեն պատրաստված ուտեստի։ Միանշանակ այս միսը նախնական մարինացված է, հիմա մենք արդեն իրան տեսնում ենք, արդեն փափկացված եւ մարինացված է, այն մարինացված է գարեջրի մեջ։ Բացի դրանից այդտեղ ավելացված են համունքներ, կարելի ասել կլասիկ, սև պղպեղ, բահար եւ իհարկե ավելացված է մեկ ոչ ստանդարտ սոուս, որը կոչվում է Worcester։ Worcestershire սոուս, հա ինքը ծագումով մեր հետ կապ չունի, Հայաստանի հետ կապ չունի, բայց հիանալի է մսի հետ։ Խավարտների մասով կուզենայի եւս երկու բառ ասել, այս դեպքում մենք ձևավորման երևի բաղադրիչներ ենք քան խավարտի, որովհետեւ այստեղ խավարտ ասելը մի քիչ այն չէ։ Մենք օգտագործել ենք չերի լոլիկ, օգտագործել ենք կարմիր կաենյան պղպեղ, այսինքն կաենյան, իսկ աբելյան կա։ Ճիշտ ասած չգիտեմ, բայց կաենյան կամ կաենսկի պերից ինքը շատ հայտնի է եւ շատ օգտակար է սրտի վիտամին K եւ դրանք շատ օգտակար են սրտի եւ անոթների աշխատանքի համար։ Էլ չասենք, որ նաեւ շոկ եղանակին նպաստում են մարսողությանը, նյութափոխանակությանը, այո։ Մենք օգտագործելու ենք նաեւ ձևավորման համար ֆետա պանիր։ Սա կարա փոխանցվի մեր հայկական այծի պանիրով, շատ նման է, սա հունական պանիր է, իսկ գիտեք, որ հույներ եւ մենք հին ազգ ենք եւ շատ նման ենք իրար խոհանոցներով, եւ ունենք երկու ունիկալ բաղադրիչներ, որոնք շատ կարեւոր են մսին, այնց այդ յուրահատկությունը տալու, ինչի այսօր հաշվին է եւի, որ ժյուրին տվեց մեզ դեպի մեզ նախախնամություն։ Այստեղ կա մեկ սոուս, որը սև գույնի է եւ բավականին թանձր, որը պատրաստված է վիսկիից։ Եվ օգտագործել ենք եւս մեկ բաղադրիչ, որը մենք այստեղ տեսնում ենք, այս կաենյան պղպեղն է, որը մեծ ջերմային մշակման ժամանակ տալիս է իր ուրույն համը, ինչու՞ չէ նաեւ կծվությունը։ Երկրորդ սոուսը, սա կարելի ասել ամերիկյան սոուսը կոչվում է Լուիզիանա սոուս, ինքը կարմիր գույնի սոուս է։ Սա ինքը տոմատային հիմք է։ Չէ, ընդհանրապես տոմատը այստեղ չկա, այստեղ կա սխտոր, որը միջև եփվելը խփվում է ձեթի հետ, ստացվում է պաստային հիմք եւ դրա մեջ ավելացվում է բիբար, նույն չիլի բիբարը, որը մենք շատ հայտնի գիտենք։ Եռացվում է բավական երկար ժամանակ խոշոր աղով եւ վերջում ստանում ենք այն, ինչ որ մենք հիմա տեսնում ենք։ Իսկ հիմա միսը պետք է ջերմամշակման գնա, ջերմամշակումը մեր ավանդական եղանակով, այսինքն խորովվելու է կրակի վրա, ածուխի վրա, իր ծխով, բույրով եւ համով։ Վերջում կավելացնենք հունական ընկույզ, այսինքն մեր շատ հայտնի Հայաստանում աճած հունական ընկույզ։ Այո, այդպես է գրականության մեջ ասվում այս ընկույզի տեսակը, կօգտագործենք այդ ընկույզը ձևավորման վրա, կարծում եմ, որ պետք է որ շատ համեղ լինի։ Գնացինք, մեզ կպահանջվի կարծում եմ 10-15 րոպե ժամանակ, մինչ կխորովենք։ Այո։ Այդ 15 րոպեն մենք մեծ այդպես սպասելիքներով կարող ենք համբերել։ Կխորովենք բարեկամներ եւ մատուցման ձևը արդեն միասին մենք կիրականացնենք։ Գնացինք։
Ահա, անցավ 15 րոպե եւ արդեն ինչպես նշում ենք ցելիկի չալաղաճ արդեն խորովել է։ Հիմա ինչ պիտի անենք, խավարդ պիտի պատրաստենք։ Հիմա խավարտը ոչ շատ թեթև փորձում ենք ջերմամշակել, բիբարները, պղպեղները, լոլիկը մի փոքր ձիթայուղով կմշակենք եւ վերջում արդեն ձևավորման որպես եւ ձևավորում եւ խավարդ։ Եվ Շատ լավ։ Տապակը տակ հասնենք։ Տապակը տակ Ամենատակն։ Սա ամենատակն։ Ամբողջական պիտի տապակենք ամբողջը։ Այո, ամբողջական ենք տապակում, չենք տապակում ամբողջությամբ։ Շոկի հարում ենք Թեթև, որ հնարավորինս վիտամինների եւ օգտակար մասերը պահպանենք։ Այո, մանավանդ բանջարեղենի եւ մրգերի վիտամինները շատ զգայուն են ջերմային ռեժիմի նկատմամբ, հարգելի հեռուստադիտողներ, եւ հարկավոր է որ մի քիչ ուղղակի մենք խոսակցական այսպես լեզվով ասում ենք վախեցրած։ Այո, այդպես է։ Ընկույզները նույնպես։ Ընկուզեղեն, այո։ Բովում ենք, այսպես ասած։ Այո։ Ավելի ընդգծելով ընկույզի մեջ պարունակող եթերային համերը։ Ընկույզը շատ օգտակար է, մենք բոլորս գիտենք։ Այո։ Եվ մատուցելու ենք այսպես հենց Այո, մատուցելու ենք տախտակի վրա եւ ուտեստը նաեւ մատուցվում է սեղանի նույնպես տախտակի վրա։ Եթե մեկ անձի համար է, կարող է հենց տախտակի վրայից էլ համտեսել։ Այո, շատ լավ։ Իհարկե կարող ենք նաև գրիլ եղանակով, այսինքն միանշանակ գրիլ եղանակով նույնպես կստացվի։ Ինչու՞ չէ, կարող է ավելի համեղ ստացվել գրիլ եղանակով։ Այո, եւ շատ հետաքրքիր է, որ միշտ օգտագործում եք կծուպղպեղ։ Շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չլինելով կարծում են թե ուղղակի ընդհանրապես կծու չի կարելի օգտագործել։ Չէ, դա նույնպես թյուր կարծիք է։ Կծու պղպեղ ընդհանրապես ամեն մթերք կծու կարելի է օգտագործել, ուղղակի չի կարելի օգտագործել սոված վիճակում։ Սոված վիճակում։ Այսինքն պիտի իմանալ թե ինչպես պիտի Իհարկե, չափավոր բնականաբար։ Ստամոքսը չգրգռելու համար պետք է օգտագործել միանշանակ ուտելիքի հետ միասին։ Դրա համար էլ մենք այս խավարդ կոչեցյալը գնում ենք մսի հետ միասին։ Ավելին, կծուն ինչ որ միտեղ նույնիսկ նպաստում է մարսողության համար, հետափոխանակության, մարսողության համար, եւ այս միսը էլ ավելի դյուրին եւ հեշտ կմարսվի։ Շատ լավ։ Կարծես թե պղպեղը արդեն պատրաստ է։ Միանգամից փորձենք իրան ձևավորել։ Բնական ձևով, բնամթերք է եւ բնական եղանակով էլ Այո։ պիտի օգտագործենք։ Սա անջատում ենք արդեն։ Չենք մոռանում նաեւ։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, երբ որ մենք ինչ-որ մի բան պատվիրում ենք, մի կերակուր եւ ստանում ենք այդպես զարդարված, պատկերացրեք, որ խոհարարը հենց այսպես ուշադիր, համակ ուշադրությամբ նաեւ մատուցման ձևն է որոշում եւ պատրաստում։ Դրա համար են երևի ասում, որ կերակուրը պետք է որ նման լինի մի փոքր նատյուրմորտին։ Այսինքն բնական նատյուրմորտն է։ Շատ լավ։ Ահա։ Ֆետա պանիրը, այսինքն այծի պանիրը դնում ենք գույնային կոնտրաստ ստանալու համար։ Այո, այս մեկն են դնենք ստեղ։ Ընկուզեղանը նույնպես մենք հիմա եւ ամենավերջում պատրաստած հիմնական կերակուրը։ Այո, հիմնական կերակուրը։ Վերջում սա արդեն
հրաշագործության մասն է։ Հենց այս հրաշագործության արդյունքում էր, որ մեր խորովածի փառատոնի ժյուրին գնահատեց, ճանաչեց, տեսավ, սիրեց։ Այո։ Համեցեք։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, Արմեն ջան, խնդրեմ քո առաջարկները, քո խորհուրդները մեր հեռուստադիտողներին։ Կուզենամ անպայման խորհուրդ տալ եւ նշել, որ սնվելուց փորձեք սնվել առողջ, փորձեք օգտվել բնական բնամթերքից, մանավանդ մենք հիմա ապրում ենք այնպիսի դարում, որ շատ են արհեստական կամ մոդիֆիկացված ապրանքները, փորձեք օգտվել այն ուտելիքներից, որ աճում են ձեր ոտքերի տակ։ Շնորհակալություն Արմեն ջան, հարգելի հեռուստադիտողներ, մոդիֆիկացված բոլոր սննդատեսակներին չիք եւ ընդհանրապես եկեք չճանաչենք դա, իրոք սնվենք առողջ սննդով եւ մենք այն բախտավոր ազգերից ենք, որ մեր հայրենիքը հենց դրախտավայր է, հենց ամեն ինչ աճում է։ Շնորհակալություն ձեր անունից հարգելի հեռուստադիտողներ, շնորհակալություն հայտնեմ նաեւ Արմենին։ Արմեն ջան, դու շարունակիր այդպես եւ վստահ եմ, որ նաեւ մեր խոհանոցը կզարգանա։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, ուզում եմ, որ լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ողջ լերու։ Խորոված, ցլի հաստ կող 300 գրամ, չերի լոլիկ 100 գրամ, կարմիր պղպեղ 70 գրամ, պանիր 40 գրամ, սոուս 30 գրամ, լուիզիանա սոուս 30 գրամ, ընկույզ 20 գրամ, աղ, բարեխորշակ։